Որոնք են լավ սպիտակուցի աղբյուր հանդիսացող մթերքները, պարոն Մկրտչյան, եւ արդյոք ծովամթերքի մեջ, որ մեզ հասնում է, մենք ծով չունենք, օմեգա 3-ը պահպանվում է։ Այո, դեք սառեցված ծովամթերքի մեջ կա, բայց այդտեղ լուրջ հարց կա, որ ձուկը ինքը օմեգա 3 չի սինթեզում։ Ձուկը ստանում է պլանկտոնից, որ ինքը ուտում է, այսինքն սնունդից։ Իսկ քաղցրահամ ջրերի ձուկը ավելի քիչ աղբյուր ունի օմեգա 3-ի, քան ծովային ձուկը։ Ընդ որում, մենք հիմնականում, եթե քաղցրահամ ձուկ էլ վերցնում ենք, մենք հիմնականում վերցնում ենք ձկնաբուծարանի, որտեղ սպეციფიկ արհեստական սնունդ է ստանում այդ ձուկը։ Եվ ստեղ օմեգա 3-ի քանակը ավելի պակաս է լինելու։ Բայց մենք Հայաստանում ունենք օմեգա 3-ի հրաշալի առնվազն 2 աղբյուր։ Առաջինը դա սովորական մեր ընկույզն է, աննկարագրելի շատ օմեգա 3-ը պարունակում, եւ կտավատը կամ կտավատի ձեթը ավելի լավ է։ Այնպես որ ես չեմ կարծում, որ մենք եթե ճիշտ գրագետ օգտագործենք ընկուզեղեն եւ ձեթեր, մենք ունենանք օմեգա 3-ի խնդիր։